մինչև մարտի 8-ը Իդեան համակարգի ցանկացած խանութսրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Բարի երեկո, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս ազգային ժողովի նախկին պատգամավոր տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Գևորգյան, հիմա ամենաքննարկվող տնտեսական թեմաներից մեկը մեր երկաթուղու, այսպես ասենք, ապագան է, այն հատվածների, որոնք պետք է վերականգնվեն ըստ Երևանի պահանջի կամ խնդրանքի ռուսական կողմի իհարկե ներդրումների հաշվին։ Անկախ ամեն ինչից, որ առհասարակ, եթե տարածաշրջանը չապաշրջափակվեր էլ, այսինքն այս պրոցեսները չլինեին, TRIP չլիներ, օգոստոսի 8 չլիներ, մենք ներսում, Հայաստանը Հայաստանի հետ կապող կոմունիկացիաների խնդիր միևնույն է ունեինք, բայց լավ, այս հարցը տնենք մի կողմ։ Ռուսական կողմը ասում է, որ պատրաստ են բանակցելու, խնդրանքին արձագանքելու եւ հասկանալու ինչ կարելի անել, այսպես ասած։ Մենք բայց բնականաբար նաեւ հասկանում ենք, որ սա զուտ ֆինանսի հարց չէ Ռուսաստանի համար, էլի, որքան էլ որ շեշտադրում են անում, որ ռուսական մայր ընկերությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, ունի, պարզ է, որ սա Ռուսաստանի ռազմավարական, հեռահար, շահերի տեսանկյունից դիտարկվող հարց է։ Եվ այստեղ ներդրում անելը գուցե Ռուսաստանի համար, այսպես ընդհանրապես մատի մի հարված լինի, որովհետև այլ տրամաբանության մեջ է հարցը դիտարկվում նաև։ Բայց դրան զուգահեռ, օրինակ, մենք ունենք վարչապետ Փաշինյանի այն դիտարկումը, որ լավ, եթե ներդրումներ անեն, դրանով այնպես չէ, այսպես ասած, հարցը փակվում է, էլի։ Հետո խոսեցին, որ կարող է կոնսենսիան, չգիտեմ, վաճառվել մի երրորդ երկրի, որը եւ Ռուսաստանի եւ Հայաստանի հետ ունի լավ հարաբերություններ, Հայաստանի կառավարությունը գուցե կկարողանա այն ձեռք բերել, որքան էլ մենք տնտեսական հարցի մասին ենք խոսում, բայց այնուամենայնիվ բնականաբար այն ամբողջությամբ շահկապված, պարուրված է հենց քաղաքական որոշումներով, քաղաքական նպատակներով։ Լավ, բայց դե կենտրոնանալով տնտեսական կոմպոնենտի վրա, նախ այս երկաթուղին տարբեր սցենարներ դիտարկենք, վերականգնվում է այդ թվում եւ ռուսական կողմից, չի վերականգնվում, TRIP-ի նշանակությունը կորցնում է, չի կորցնում, ովքեր են այստեղ շահառուներ բացասական սցենարների զարգացման, Ադրբեջանը անդադ պնդում է, որ այո, TRIP-ը Ադրբեջանը Ադրբեջանին կապող մի ճանապարհ է, եթե օրինակ այս երկաթուղին այսպես օդի մեջ է մնում, նկատի ունեմ մյուս հատվածները, ապա գուցե իսկապես TRIP-ի նշանակությունը այդպես շատ մեծ չի դառնում։ Ուզում ասեմ, այնքան շահեր կան այս process-ի մեջ, այնքան խաղացողներ, այնքան հետաքրքրություններ, բայց մեզ համար լավագույն, այսպես ասենք, տարբերակներից գալով ասել, որ ռուսական կողմին խնդրել ենք, որպեսզի գան վերականգնեն, մի քիչ այդքան էլ այդպես չի, եղել է շատ կոշտ առաջարկ իրականում, դուք կվերականգնեք, չէ, մենք միջոցները կգտնենք վերականգնելու, իրոք այդ վերականգնման համար պահանջող ֆինանսական ռեսուրսները նույնիսկ եթե ամբողջությամբ Հայաստանը իր վրա վերցնի, որևէ խնդիր չի լինի Հայաստանի պետական բյուջեի եկամուտների վրա, խոսքը այդ 3 կտորների մասին է։ Բայց այստեղ դուք ասացիք, որ Ալիևը ասում է, որ Թրամփի ուղին միայն Ադրբեջանին հետ կապող այսպես ենթակառուցվածք է, դա այդքան էլ մեղմ ասած այդքան էլ այդպես չի, որովհետև հսկայական գումարներ ու հսկայական ռեսուրսներ ծախսվելու են մի ճանապարհի վրա, որը չնչին ապրանքաշրջանառություն պիտի ապահովի Ադրբեջանի բուն տարածքի եւ Նախիջևանի ինքնավարության միջև, այդտեղ ոչ մեկ մեծ ներդրումներ կամ այսպես միջազգային սահմուկի մեջ չեր անի։ Ակնհայտ է, որ TRIP-ը դա շատ մեծ ենթակառուցվածքային ծրագրի մի հատված է ընդամենը, եւ այստեղ ռուսական կոնցեսիայի տակ գտնվող երկաթուղու դերը շատ զգալի է։
որովհետև նայեք, եթե վերցնենք Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա երկաթուղային ճանապարհների ընդհանուր ենթատեքստում, հա, շատ ավելի կարճ ճանապարհ կա, քան Մեղրիով անցնող ճանապարհն է, դա Հայաստանի հյուսիսով անցնող ճանապարհն է, այդտեղ անհրաժեշտ է մի ոչ շատ մեծ կտոր նոր երկաթուղի կառուցել եւ այդ դեպքում արդեն երկաթուղիների դերը Հայաստանի կտրուկ բարձրանում է այդ ամբողջ ծրագրի մեջ ու ես վստահ եմ, որ հենց այդ ուղղությամբ էլ առաջ կգնանք, բայց դա տարիների խնդիր է, մի քանի տարվա խնդիր կլինի դա իհարկե։ Ինչ վերաբերում ռուսական երկաթուղու կոնցեսիոների պարտականությունների մասին, Հայաստանի երկաթուղիները խայտառակ վիճակում են իրենց տեխնիկական առումով, այստեղ կա ոչ միայն արագությունն է նվազել, նաև դրա ավտոմատացումը, դրա անցումները մինչև հիմա դա բավարարել է Հայաստանին ըստ էության, որովհետև շատ քիչ ապրանքաշրջանառություն ունի Հայաստանը երկաթուղիներով, եթե նայենք նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը, այդտեղ համեմատելի չի, ուղղակի ասենք ավտոմեքենա, ավտոմոբիլային բեռնափոխադրումների հետ։ Թրիփի գործարկումից հետո, ընդհանրապես սահմանների բացումից հետո երկաթուղու այս վիճակը կարելի է համարել, որ մենք գրեթե չունենք երկաթուղի։ Ու այստեղ ոչ թե մի քանի միլիոն դոլարի կամ մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրում է անհրաժեշտ, այլ միլիարդներ կպահանջվեն տարիների ընթացքում, իհարկե ոչ հիմա, ոչ մի անգամից, որպեսզի երկաթուղին տեխնիկապես կարողանա բավարարել այն պայմաններին, որը անհրաժեշտ է այդ ապրանքաշրջանառությունն ապահովելու համար։ Հիմա Ռուսաստանի դերը այստեղ որն է, հա, կոնցեսիոները Ռուսաստանի երկաթուղիներ մայր կամպանիան, հա, սարսափելի վատ վիճակում է ֆինանսապես։ Ես այստեղ գալուց առաջ նայեցի, կարծես թե վերջի տվյալներով ռուսական երկաթուղիների վնասը կազմում է 56 միլիարդ դոլար։ Դա պետական ընկերություն է, այսինքն դա պետության պարտքն է, բայց պետությունը այլևս այդ փողը չունի հասկանալի պատճառներով, որպեսզի կարողանա սնուցել ռուսական երկաթուղիների այդ վնասը փակել։ Հիմա ռուսական երկաթուղիները հանել են վաճառքի իրենց ունեցվածքը, հա, երկնաքերեր, ինչ-որ սանատորիաներ, չգիտես որտեղից իրեն ինչի համար էր պետք, բայց հանել է վաճառքի։ Այսինքն ակնհայտ է, որ եթե նույնիսկ ռուսական կողմը ցանկանար մեծ ներդրումներ անել այստեղ, իսկ այդ ներդրումները ամբողջ երկաթուղին վերականգնելու համար բավականին մեծ են, նույնիսկ Ռուսաստանի համար դա շատ մեծ բեռ կլինի ու ես համոզված եմ, որ այդ փողը չկա ուղղակի։ Այս պահին Ռուսաստանում նման գումարներ չկան, ազատ գումարներ չկան։ Ընդհակառակը Ռուսաստանում օր-օրի վատանում է ֆինանսական վիճակը։ Այստեղ միակ լուծումը, այսպես եթե քաղաքականությունից դուրս գանք, միակ լուծումը ռուսական երկաթուղիների համար դա կոնցեսիայի վաճառքն է։ Դրա դիմաց ռուսական երկաթուղիները կարող են բավական այսպես շոշափելի գումար ստանալ եւ փոխալ իրենց ֆինանսական բարդությունները։ Բայց ակնհայտ է նաեւ, որ Ռուսաստանը մատա քաղաքական հարց է, այստեղ ներկայության հարց է, որպեսզի ինչ որ մի այսպես փականով, հա, ինքը այսպես նստի այդ աղբյուրի վրա, որպես դև, հա, բայց ել եմ ասում քաղաքական բաղադրիչը կարող է այնպես ստացվել, որ ավելի ծանրակշիռ չլինի, քան նրա տնտեսական վիճակը, այնց որ ընդհանրապես մենք պատմության մենք հիմա ենք, ամեն ինչ ուզում ենք հիմա լինի, վաղ առավոտյան արթնանանք, տեսնենք կոնցեսիան վաճառվել է, բայց այդպես չի լինում ու կարծում եմ ամիսների խնդիր կարող է լինել, որ Ռուսաստանը կամովին ստիպված լինի դադարեցնել կոնցեսիան։ Հիմա հերթով գանք, երբ խոսում ենք, ասում ենք վերականգնել
մեր առհասարակ երկաթուղային ցանցը կամ այն հատվածները, որոնք հիմա նախանշված է, որ եթե վերականգնում են, վերականգնեն, հա, եւ օրինակ trip-ով անցնող երկաթուղին, սրանք պետք է միևնույն շատ պայմանական ասած հզորության լինեն, որակի լինեն, այսինքն մի տրամաբանության մեջ պիտի գործեն։ Անպայման իհարկե, եթե մենք հիմա վերցնենք, որ պիտի մենք համակերպենք նրան, որ գնացքները պիտի գնան 20 կմ/ժ, պայմանական եմ ասում, հա, դա ընդունելի չի, դա ուղղակի եղած չեղած մի հաշիվ է այն ծավալների համեմատ, որ հիմա մենք ձգտում ենք ու կհասնենք դրան վաղ թե ուշ։ Խոսքը գնում է ամբողջ երկաթուղու մասին, ամբողջ, նույն նայեք, թրիփի գործարկումից հետո տեխնիկապես արդեն հնարավոր կլինի Իրանից կազմակերպել երկաթուղային փոխադրումներ, դա ջուլֆայով, այսինքն գալիս է կպտում է ջուլֆային Նախիջևանի հարավում ու Նախիջևանի միջով գալիս է երասխով բարձրանում դեպի Երևան, այնուհետև Գյումրի, Վանաձոր ու գնա Սևծովի նավահանգիստներ։ Նույն ձևով Ադրբեջանից եկող բեռները կարող են մտնել Իջևանով, գալ Հրազդան, էլի Երևան, հետո բարձրանալ Գյումրի կամ վերևից Գյումրիով, այդպես գնալ դեպի Թուրքիա, ապա Եվրոպա։ Այդտեղն է ինչ որ այս պահին քննարկվում է ու ասենք բոլորի համար ակնհայտ է, որ այդպես էլ լինելու է։ Ու այդ պարագայում ասել թե գիտեք ինչ, այս մի հատվածը ոչինչ կարևոր չի, չէ, ամբողջ երկաթուղին Հայաստանի անհրաժեշտություն ունի կապիտալ նորոգման, կապիտալ, կրկնում եմ, այդ ասենք շպալ ասված հասկացողությունից, հա, շպալներից բռնած մինչև այդ ռելսերը գումարած դրան հանգույցները, կառավարման համակարգերը, էլեկտրագծերը, որոնցով սնուցվում են այդ էլեկտրաքարշակները, ամբողջը ենթակա է կապիտալ արմատական նորոգման։ Մինչև հաջորդ հարցին անդրադառնալը, մի հարց, որ իմ հաջորդ հարցը փոքր-ինչ ավելի նաև տրամաբանված լինի։ Ինչու է անհրաժեշտ հենց այս կոմունիկացիոն կամ լոգիստիկայի միջոցով կապել Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ։ Ամբողջ տրամաբանությունն է դա։ Ինչու՞։ Նայեք, հյուսիսում Ռուսաստանն է, որը խնդիր է, հարավում Իրանն է, Աֆղանստանն է, որը նույնպես խնդիր է, միակ տարածաշրջանը, որով Կենտրոնական Ասիան կապվի Եվրոպայի հետ, դա անցնում է Հարավային Կովկասով։ Այստեղ մենք ունենք ճիշտ է մրցակցություն Վրաստանի հետ, Ադրբեջանը չունի որևէ մեկի հետ մրցակցելու խնդիր, մենք ունենք մրցակցելու խնդիր Վրաստանի հետ։ Ու հենց կոնցեսիոների փոփոխությունը մեծապես կնպաստի, որպեսզի մեր մրցունակությունը վրացական երկաթուղիների նկատմամբ ավելի բարձր լինի։ Եթե խնդիրներից մեկը Ռուսաստանն է, ապա այստեղ ռուսական ներկայությունը խնդիր չի, այսինքն տրամաբանությունն եմ, դա համար այդ հարցը տվեց, ես փորձում եմ հասկանալ այդ տրամաբանությունը որն է, եթե խնդիրը Ռուսաստանն է, ինչ կապ ունի, որ տարածքում է Ռուսաստանը։ Նախ նայեք, երկաթուղիների սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, կոնցեսիան է միայն, կառավարումն է միայն տրված ռուսական կողմին։ Այստեղ իհարկե ռուսական ազդեցությունը այդ ճանապարհի գործունեության վրա նվազագույնի է հասված, բայց վարչապետն էլ նշեց, որ երբ որ գիտեն, որ դա ռուսական կոնցեսիայի տակ է, դա խնդիրներ առաջացնում մեր համար ու ասենք Թուրքիայում մտածում են այլընտրանքային մի ճանապարհ, որպեսզի Նախիջևանի հարավից անջատվի մեր երկաթուղուց ու գնա դեպի Ղարս։ Ինչով իդեպ հետաքրքրված է նաև եվրոպական կողմը։ Եվրոպական կողմը հենց հետաքրքրված է միայն այդ պատճառով, որ ռուսական կոնցեսիա, այսինքն ակնհայտ է, որ Ռուսաստանը, չգիտեմ, տեսականորեն ասած գոնե այդ հատվածը պիտի թողնի այստեղ գոնե այդ հատվածը, բայց այդպես չի լինի, ու էլ եմ ասում, որ նոր երկաթուղի կառուցելը Թուրքիայի տարածքում ինքը սարսափելի թանկ ծրագիր է, ու եթե որևէ մեկը սկսի ֆինանսավորել այդ երկաթգծի կառուցումը,
դա կլինի այն պարագայում, եթե այստեղ Հայաստանում այդ քաղաքական հարցը չլուծվի, աշխարհքաղաքական կամ արտաքին քաղաքական, ինչպես ուզում եք ձևակերպեք, բայց ես կարծում եմ նորից եմ ասում, այստեղ փիլիսոփայական այդպիսի բան կա, չէ, որ երկար նստում ես գետի ափին, համբերատար սպասում ես, մի օր տեսնում ես, որ թշնամու դիակը ալիքների վրայով անցնում են, հիմա այստեղ ելի եմ ասում ոչ Ռուսաստանի տնտեսության վիճակը այնպիսին է այսօր, որ կարելի ամեն րոպե սպասել, որ շատ կտրուկ փոփոխություն կլինի մեզ համար դեպի դրականը։ Դե բոլոր ցանկությունները կոնկրետ երկաթուղու մասը առնվազն է, բայց հենց դա եմ էլի ուզում, եթե դրա քաղաքական աշխարհական գինը այդքան բարձր է, հա, Ռուսաստանը պիտի որ ամեն ինչ անի, որ չէ, ես այստեղ եմ։ Դե հիմա անում է, տեսնում ենք որ անում է, դա արտահայտվում է Հայաստանում ինչ որ ճակերտավոր քաղաքական ուժերի ձևավորմամբ, որպեսզի անվտանգ դարձնի իրեն պատկանող այդ նաև երկաթուղին, հա, երկաթուղու կոնցեսիան, բայց եկեք ես խիստ, մեղմ ասած, խիստ կասկածներ հայտնեմ, որ դա հաջողությամբ կպսակվի։ Դուք նաև այդ օրինակ, հա, բերեցիք նստում ես գետի ափին եւ ինչ որ պահի, արդյոք Հայաստանը ունի այդպես նստելու, թինգը տալու գետի ափին եւ սպասել։ Անկեղծ եթե լինեմ, մի 3-4 ամիս առաջ ես դա չէի ասի, նաև այն բերումով, որ անդադ հետևում եմ Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումներին, ճակերտավոր, եթե դա կարելի է զարգացում համարել, բայց վերջին շրջանում, հատկապես դեկտեմբեր, հունվար եւ փետրվարի առաջին կեսին Ռուսաստանի տնտեսությունից դուրս եկող այն, այսպես ասենք, տեղեկատվությունը ու ամենևին ոչ ընդդիմադիր տնտեսագետների, այլ հենց կենտրոնական բանկի, ֆինանսների նախարարի, տարբեր նախարարների, տարբեր բանկերի կառավարիչների, ռուսական պետական բանկերի կառավարիչների խոսույթի տողերի արանքում, առնվազն տողերի արանքում, եթե ոչ բացահայտ, գալիք ցնցումների սպասումները շատ մեծ են։ Իսկ եթե դիտարկենք նաև այո այդ բացասական սցենարից մեկը, այսինքն Թուրքիայի տարածքով եւ այլն երկաթուղի, դա ինչպիսի տնտեսական հետևանքներ է ունենում Հայաստանի համար։ Դե նայեք, հիմա ես զարմանում եմ, մեր մոտ կան ինչ որ ուժեր, որոնք ասում են, որ Հայաստանի սահմանները պիտի կողպեքով փակ լինեն, ոչ մի այսպես տարանցիկություն պիտի չունենա, որ հարևաններին վատություն անենք, հա, իսկ իրականում ինչքան շատ բեռ, ուղևոր, կոմունիկացիաներ, չգիտեմ, այդտեղ օպտիկա, մանրաթելային կապ, գազամուղներ, նավթամուղներ անցնեն Հայաստանով, այդքան ավելի լավ, դա ակնհայտ է, դա, չգիտեմ, նույնիսկ չարժի քննարկել, հա, եւ մենք պիտի ձգտենք, որ այդ նույնիսկ այդ 130 կարծեմ, 40 կիլոմետրանոց հատվածը Երասխից մինչև Գյումրի անպայման լինի հենց այդ տարանցիկության կարևորագույն բաղադրիչ մասը ու երկրորդ երկաթուղին չկառուցվի Թուրքիայի տարածքում։ Դա մենք պիտի ձգտենք դրան, ամեն ինչ պիտի անենք, որ դա չլինի, դա չի լինի այն դեպքում, երբ որ մենք գործենք արագ, գործենք այսպես առանց սեթևեթանքների, հա, առանց տատանումների, գնանք ուղիղ այդ ճանապարհով։ Վերջերս ռուսական կողմից երբ էլի խոսում էին այդ երկաթուղու մասին, ահա գտա այդ տեղեկությունը, դուք նշեցիք ամբողջ երկաթուղային ցանցի վերագործարկման կամ վերականգնման արդիականացման մասին, չէ՞։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ասում է, որ Երևանը Մոսկվան բանակցությունները կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Մի խոսքով կապահովեն այս կապերը։ Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով վերականգնման ենթակա երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1.6 կիլոմետր եւ 12.4 կիլոմետր։ Դեռևս խոսք չկա ամբողջ երկաթուղային ցանցը արդիականացնելու մասին։ Սա զուտ էս 1.5-12.5 կիլոմետրը վերականգնելու մասին է։ Հա, խոսքը զուտ կապ հաստատելու մասին, բայց երբ որ կսկսվի արդեն ամբողջ ծավալով աշխատել այդ մի տրանսպորտային փոխադրումների ցանցը իր համապատասխան ծավալներով եղածը չի բավարարելու բնականաբար դա այսպես առաջի քայլ որպես ուղակի որպիսի եթե գնացքը դուրս է գալիս գա անցնի այդտեղով հա իսկ 2000-ականներին այդ ռելսերը ուղակի քանդվել են ամբողջ պալատնոն քանդվել է ու խոսքը այդ 12-4 կիլոմետրի 1.1 դա Գյումրի Ախուրիկ եւ Երասխ մինչեւ Նախիջևանի սահման հատվածն է։ Դրանց մասին է խոսքը, այդտեղ չգիտեմ կարելի է նույնիսկ իրաց չդիմել։ Այսինքն սա վերականգնելուց հետո նոր հաջորդ փուլով պետք է անդրադառնալ մի քանի փուլերով առաջի հերթին պիտի կապիտալ նորոգվի Երասխից մինչև Գյումրի հատվածը օրինակ ես այդպես եմ կարծում իմ կարծիքով ու հետո աստիճանաբար Գյումրիից մինչև Վրաստանի տարածքով փոթի հատվածը դրան զուգահեռ պիտի արվի Իջևանից մինչև Հաղարծին այդ հատվածը որտեղ սողանքներ են եղելու այդտեղ մի քանի կիլոմետր ուղղակի հայտնվել է քանդված վիճակում այդ հատվածները այդպես հատված առ հատված ուղղակի գերակայությունները կարծում եմ առաջին հերթին հենց Երևան Երասխ Գյումրի հատվածն է որով պիտի կենտրոնական Ասիայից բեռները Թուրքիայի սահմանով Հայաստանի Նախիջևանի նորից Հայաստանի հետո Թուրքիայի սահմանով հնարավորություն ունենալ հասնել մինչև Եվրոպա Երբ մենք ասում ենք վերականգնել եւ արդիականացնել մնացած ցանցը, մենք խոսում ենք Ռուսաստանի ռուսական կողմի ուղիղ պարտավորությունների մասին կամ պարտականությունների մասին։ Այստեղ գիտեք բարդ է, ես չունեմ այդ ինֆորմացիան, բայց կարծում եմ, տեսնելով ուղղակի աչքով տեսնելով այդ երկաթուղու վիճակը, այդտեղ պիտի կարծում եմ անցկացվի օպերացիոն աուդիտ ու տեսնել թե այն գումարները, որոնք հայտարարում է Ռուսաստանը թե ներդրել է երկաթուղիների մեջ, իրոք ներդրված են թե ոչ, որովհետև այն թիվը, որ իրենք են ասում, դա բավարար էր, որ ունենալ նորմալ, չեմ ասի գերարդիական երկաթուղի, բայց նորմալ, այսպես գործունեությունը նորմալ իրականացնող երկաթուղի, բայց այսօրվա մեր երկաթուղիների վիճակը ես չեմ կարծում, որ համապատասխանում է այն ներդրումներին, որի մասին հայտարարվում է։ Ինչու է հարցում, որովհետև քրեական գործ էլ կար ինչ-մեկ ժամանակ։ Կա, հա, ես չգիտեմ դա հենց կապված է ներդրումներ չիրականացնելու հետ, թե այլ խնդիրներ կան, բայց ես խոսքը այստեղ կատարված ներդրումների իրական եւ հայտարարված ներդրումների տարբերության մասին եմ խոսում։ Ես չեմ կարծում, որ այդտեղ առնվազն կարծում եմ կատարվել է ոչ արդյունավետ ներդրումներ։ Իսկ տարբերակներից 3 տարբերակ կա կամ Ռուսաստանն է դա անում, կամ չգիտեմ վաճառում է երրորդ երկրի կամ Հայաստանը։ Ամենալավ տարբերակը, այսպես ասենք, դա Հայաստանի կողմից դա վերցնելը։ Ես չէի ասի, որ պետությունը չպիտի կարող ինչ-որ կարճ ժամանակով վերցնի կառավարումը, ինչ-որ այսպես բարեփոխումներ անի կարճ ժամանակով եւ դա հանձնի մասնագիտացված որևէ կազմակերպության այդպիսիք շատ կան աշխարհում, որոնք շատ լավ կազմակերպում են։ Չգիտեմ, ես էլ եմ ասում, որ այստեղ երազել, որպեսի վաղ առավոտյան հենց կունենանք մի հատ հրաշալի վիճակ, պետք չի։ Պետք է շատ այսպես խոհեմ,
հանգիստ, հանդարտ, համբերատար նստել գետի ափին։ Իսկ Ադրբեջանին օրինակ շատ են հիմա քննարկումները, էլի այս ադրբեջանական կողմից նախորդին էր երևի հրապարակվեցին թվեր հունվարին Հայաստան արտահանումների մասով։ Էլի անդադ հարց են տալի, բա Հայաստանը ինչու ոչինչ չի արտահանում։ Դուրս է գալիս, մենք էինք շրջափակված, բայց Ադրբեջանը ապա շրջափակվեց։ Այսպես է խնդիրը, Հայաստանում ու Ադրբեջանը իրար հետ փոխադարձ առևտրի քիչ նոմենկլատուրա ունեն, ապրանքացանկ ունեն, սպասել, որ մեծ փոխադարձ հոսքեր կլինեն, կարծում եմ առաջիկայում չի լինի, հետագայում երբ որ տնտեսությունները երկու երկրների կսկսեն, դա Ադրբեջանի տնտեսությունը հիմնականում հենված է նավթի ու գազի եւ դրանից ստացվող պրոդուկտների վրա, Հայաստանի տնտեսությունը շատ ավելի լավ որակական առումով ավելի լավն է, իր էլի ապրանքացանկերի արտադրության իմաստով, բայց միևնույնն է, օրինակ գյուղատնտեսությունը Հայաստան եւ Ադրբեջանում գրեթե նույն ապրանքացանկն են առաջարկում։ Ասենք մենք ծիրան արտահանենք այնտեղ էլ է ծիրան արտադրվում, մենք դեղց առաջարկենք, իրենց մոտ դեղց էլ արտադրվում եւ նույնիսկ գյուղմթերքների վերամշակման պրոդուկտները, չգիտեմ, պահածոներ, բաներ եւ այլն, հիմնականում նույն կարգի ապրանքներ են այստեղ, հա, այնպես որ դե նավթ ու գազը մենք չունենք նավթ ու գազ, դրա համար մենք իրանցից նավթամթերքներ ենք ձեռք բերում։ Եվ ինչ որ կոնկրետ շարժի մասին կարող ենք խոսել երևի հիմնականում նաև այն դեպքում, որ արդեն սահմանները լիովին բացված կլինեն։ Այո, հիմա չէ, նաև հոգեբանական խնդիր կա հիմա, մարդիկ աղմուկից խուսափելով չեն ուզում օգտվել այդ հնարավորությունից, կան քիչ են կամպանիաները, որոնք այդ խիզախությունը ունենում են մտնելու այդ բաներ, բայց ժամանակի ընթացքում դա կանցնի, կարծում եմ, որ խնդիր չի լինի։ Հա, հետագայում, երբ որ ես ուրիշ բան եմ նայում, որ հետագայում հաստատ վստահ եմ, որ դա այդպես է լինելու, օրինակ նույն ապրանքները, որոնք արտադրվում են այստեղ եւ Ադրբեջանում, ապագայում դրանք միավորվելու են մեկ լոտի մեջ, ու այդպես մեծ ծավալով գնային Եվրոպա։ Դա իմ համար օրինակ գյուղատնտեսության առումով իմ մոտ կասկած չկա, եթե որևէ խանգարող հանգամանք չլինի, որովհետև ուրիշ բան է, որ դու արտահանում ես Եվրոպա, ասենք 10,000 տոննա ծիրան, եւ այլ բան է, երբ որ դու արտահանում ես 30,000 տոննա ծիրան, դու դառնում ես դոմինանտ, դու դառնում ես գին պայմաններ թելադրող։ Այդ առումով դա ուղղակի անխուսափելի է լինելու տնտեսական առումով։ Վաղ թե ուշ մենք գալու ենք դրան։ Իհարկե տարիներ կպահանջվեն, այդ հոգեբանական բաներն էլ խնդիրներն էլ հաղթահարելու համար, բայց ես այդպես եմ տեսնում ապագայում։ Վրաստան-Իրան տնտեսական իմաստով, հա, այսպես ասենք իրադարձությունների դրական զարգացման դեպքում մեզ համար ապաշրջափակվել, կապեր, երկաթուղիներ, չգիտեմ, հազար մի բան։ Վրաստանը եւ Իրանը տնտեսական իմաստով ինչ որ գերակայություններ կորցնում են, հա։ Մի կողմից միգուցե, իհարկե կորցնում են, որ ապրանքների ինչ որ մի ծավալ տեղափոխվում է Իրանից Հայաստան եւ Վրաստանից Հայաստան։ Այսինքն այն ապրանքաշրջանառությունը, որ իրականացվում էր Վրաստանի տարածքով ու Իրանի տարածքով, որոշակիորեն կնվազեն, բայց այստեղ կա մի ուրիշ խնդիր, որ Իրանի ու Վրաստանի միջև երկաթուղի է սկսելու գործել։ Մի կողմից դա իրենց համար, այսինքն մեր երկաթուղիները բացվելու դեպքում իրանց վնասը զուտ տրանզիտի իմաստով, մյուս կողմից ձեռնտու է, որ այդ երկու երկրները ունենում են երկաթուղային կապ, իհարկե։ Այնպես որ այստեղ տնտեսությունը ինքը իրան ոնց ասեմ, ինքը իրան կարգավորում է բոլոր մրցակցության պայմաններում, մրցակցությունից լավ բան չկա։ Մենք եթե մրցակից ենք դիտում Վրաստանի եւ Վրաստանը մեզ մրցակից դիտում, ապա երկուսն էլ շահագրգռված են, որ իրենց մոտ ճանապարհներն ավելի լավ լինեն, երկաթուղին ավելի արագ
աշխատի, չէ, ամեն ինչ ուղղակի ասում եմ տարիների խնդիր կա այստեղ ոչ թե օրերի կամ շաբաթների։ Թուրքիայի մասով էլ տեսեք ասում են հեսա թուրքական ավիաուղիները կգան, հետո սահմանը կբացվեն, լոլիկը կգա, հետո մարդիկ կգան, մեր գյուղատնտեսությունը կոչնչացվի, Երևանում կապիտալը կանցնի թուրքերի ձեռքը, կգան տները կառնեն բոլոր ու կդառնան, այսպես ասենք, Հայաստանում հարց լուծողներ կլինեն թուրքերը, շատ կոպիտ ասած, հա։ Այստեղ ընդհանուր ես չեմ ասում, որ մեր տնտեսությունը մի այդպես տարածաշրջանային վագր է, բայց այնուամենայնիվ կարգավորումներ, չգիտեմ, օրենքներ, սահմանափակումներ, վերահսկողություններ, այսինքն տենց բաներ չի լինելու, ուսում ասեմ այդ բաց սահմանների տրամաբանությունը ինչ է ենթադրելու, ով ինչ ուզի, ոնց ուզի։ Կհիշեք տարիներ առաջ նույնիսկ ցույցեր էին լինում թուրքական լոլիկի ճանապարհը Հայաստան փակելու համար։ Այդ լոլիկը գալիս էր Վրաստանի տարածքով։ Դա օքեյ է։ Ինչպես։ Դա ոչինչ։ Հա, որ Վրաստանի տարածքով է գալիս, հա։ Այսինքն այդ Թուրքիայի քաղաքացիները միշտ էլ իրավունք են ունեցել Հայաստանում սեփականություն ձեռք բերելու։ Ու ես գիտեմ թուրքահայ գործարարներ, որոնք այստեղ անշարժ գույք են ձեռք բերել, այսինքն ոչ մի խնդիր չկա, ոչ մի չի եկել լծվել, ինչի մինչև հիմա չէին գալիս լծվում։ Օրինակ, որ ինչ է փոխվում։ Սահմանային կարգավորումները, մաքսային կարգավորումները, սանիտարական կարգավորումները այնքան շատ են, որ դուք կարող եք կառավարել ցանկացած այդպիսի ներհոսք, հա, ապրանքների։ Մարդկանց ներհոսքը էլ եմ ասում, ինչի մինչև հիմա չէին գալիս։ Ստամբուլ, Թուրքիա չարտերային թռիչքներ միշտ էլ եղել է, ճիշտ է, կամ այդ որ թուրքն է, որ ուզեցել է գա Հայաստան չի կարողացել կամ որ հայն է, որ ուզեցել է գնա Թուրքիա չի կարողացել։ Չկա տենց բան։ Այդ սահմանը միշտ էլ բաց են եղել, ուղղակի ամենաերկար հնարավոր ամենաերկար ճանապարհով։ Այստեղ ոչինչ չի փոխվում այդ առումով, բացարձակապես ոչինչ չի փոխվում։ Փոխվում է միայն այն, որ օրինակ որևէ ապրանքի արտահանման կամ ներմուծման դեպքում սահմանում կանձվող մաքսատուրքը մտնում է Հայաստան։ Այդ այսինքն այլ մի հատ էլ Վրաստանում չի մաքսազերծում, հետո նորից Հայաստանում մաքսազերծում, այլ ուղիղ մտնում է Հայաստան մաքսազերծվում է։ Այդտեղ Սա գուցե տրամաբանությունն է երաշխավորի, ամեն ինչում երաշխավոր միջնորդ լինի, այս դեպքում էլ Վրաստանն է թող լինի լորիկի միջնորդ, այդպես էլ բնա, որ մենք մեզ ավելի ապահով զգանք երևի ինչ-որ հարցերում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի նախկին պատգամավոր տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանն էր, մնացեք առաջինի հետ, կվերադառնանք քիչ անց։